Նոր զարգացումներ ռուս-ադրբեջանական հարաբերություններում Մոսկվան Բաքվի դեսպանին բողոքի նոտա է հղել, Ադրբեջանն արձագանքել նոր ձերբակալություններով, ինչպես կանդրադառնա բախումը Երևանի վրա։ Հեծի պետականացման հարցը ազգային ժողովում խորհրդարան օրենսդրական հիմք պատրաստող փաթեթի քննարկումն ավարտել է, քվեարկությունն առջևում է, ընդդիմությունը պնդում է, իշխանությունը թիրախավորել է Հեծի ներկայիս սեփականատիրոջը։ Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել պետական մարմիններին։ Մինչև 15,000 դրամ տուգանք առանց տոմս երթևեկելու համար բողոքի ակցիա խորհրդարանի դիմաց տուգանք սահմանելու օրինագծի դեմ։ Ուժեղ քամու ավերածությունները Արմավիրում ավտոմեքենաներ են վնասվել, էլեկտրալարեր պոկվել, ծառեր տապալվել։ Ներքին Գետաշենի մոտ 1000 աշակերտները սեպտեմբերին կգնան հիմնանորոգված դպրոց, թե ոչ, շինարարության ավարտը դեռ չի երևում։ Պանգասիուս վտանգավոր ձկնատեսակ երևանյան սուպերմարկետներում էժան եւ բարձր ռիսկեր պարունակող թանկ առողջության համար ձկնաշուկայի վերահսկողությունը։ Սքոմատյան Իրանի դեսպանատանը 12-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 950 իրանցի, վիրավորվել 5000-ը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Խոր ճգնաժամի կարող են բերել նոր զարգացումները Մոսկվա-Բաքու հարաբերություններում, Ադրբեջանում ռուս լրագրողների ձերբակալությունից հետո Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը։ Բաքվի անբայրացկամ գործողություններից հետո Մոսկվան պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ռուս լրագրողներին։ Դեսպանը հեռացել է, սակայն ավելի ուշ Բաքուն դիմել է հանդուգն քայլի։ Սպուտնիկ Ադրբեջանի գործով եւս 5 հոգու է ձերբակալել։ Քաղաքագետները չեն բացառում, որ ռուս-ադրբեջանական սառը առճակատմանը կհետևի հալոցքը եւ հարաբերությունների ջերմացումը։ Այդ դեպքում ինչ նոր սպառնալիքի առջև կարող է հայտնվել Հայաստանը։ Ժամի անդրադարձը։ Ռուս-ադրբեջանական լարվածությունը նոր ռաունդ է մտնում։ Բաքվում իրավապահ մարմինների ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալությունից հետո Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևին են կանչել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանատանը 1 ժամ մնալուց հետո Մուստաֆայևը լքել է ռուսական արտգործնախարարության շենքը եւ որևէ մեկնաբանություն չի տվել լրագրողներին։ Ընդհանրապես Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև սև կատուն ձմռան ամիսների ընթացքում էր անցել։ Դեկտեմբերին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանվեց ադրբեջանական ինքնաթիռ։ Ալիևը հայտարարեց, թե ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են։ Այդ հետո ավելի վարվեց, հիմա շարունակում է։ Քաղաքագետ Բաղդասարյանը միևնույն ժամանակ հորդորում է չողոքեվորվել այդ իրավիճակից, քանի որ ադրբեջանցիներն ու ռուսները հաճախակի են խռովում միմյանցից եւ կրկին հաշտվում։ Սա ըստ քաղաքագետի երկու երկրների միջև հերթական սառնությունն է, որին կհաջորդի ջերմությունը։ Վախենամ, թե այդ ջերմացումը կարող է լինել Հայաստանի հաշվով, որտեղ եթե ռուսները ցանկանան Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները, նրանք պիտի ինչ-որ զիջումներ փորձեն անել մեր հաշվով։ Այնպես որ չեմ կարծում, թե այսպիսի բաներից մենք պիտի հրճվենք կամ դրան ինչ-որ մեծ ուշադրություն տանք։ Պետք չի հույս ունենալ, թե այ ռուսները հիմա կհասկանան, թե ինչ սխալ արեցին Ադրբեջանին աջակցելով, խելքի կգանք այդ չի պատրանքների հետևից ընկնել, վազել փուչքի հետևից եւ հետական անգամ ոտքը դնել ույն փոცხի վրա։ Քաղաքագետների դիտարկմամբ Ռուսաստանը եւ Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցելով բացառապես իր շահերն է հետապնդում։ Իսկ այս պահին անկախ նման ճիռների գոյությունից Ռուսաստանին ավելի ձեռնտու լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ եւ ոչ թե Հայաստանի, սա է ցավալի իրողություն։ Մենք պետք է ունենանք մեր սեփական արտաքին քաղաքականությունը։ Հայաստանը մեծ խնդիրներ ունի իր առջև, ռուսները թուրքերը իրենց խնդիրները կլուծեն։ Արցախի կորստից հետո Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Ադրբեջանի վրա եւ ռեգիոնալ առումով Ռուսաստանի ազդեցությունը նվազել է։ Ռուս-ուկրաինական պատերազմը ստիպում է Ռուսաստանին հարմարվել թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Ռուսաստանը հիմա չի ցանկանում որևէ առճակատում Թուրքիա-Ադրբեջանի հետ։ Իսկ նրանք իրենց կարող են պահել ավելի ագրեսիվ, հասկանալով, որ Ռուսաստանը լծակներ չունի իրենց վրա։ Ռուսաստանը կախված է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ռուսաստանի այսպիսի քաղաքականությունը ոչ միայն սիրաշահեց Ադրբեջանի եւ Թուրքիային, այլ հակառակը, նրանք ավելի լկտի ձևով են իրենց պահում ռեգիոնում։ Տեսնում եք, Ռուսաստանին չհաջողվեց իրենց սիրաշահել։ Նույն բանը լինելու է մեզ հետ։ Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր էլ ունեն արևմուտքի աջակցությունը։ Այդ երկու թուրքական պետությունները տարածաշրջանում տեսնում են Ռուսաստանի վատ իրավիճակը եւ փորձելու են ամեն ինչի ուժով հասնել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Մոսկվա-Բաքու հարաբերությունների այս աննախադեպ սրման պատճառը Եկատերինբուրգյան իրադարձություններն էին։ Բաքուն այսօր քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ։ Բաքվի պնդմամբ ռուս ուժայինները խոշտանգել եւ կտանքների են ենթարկել անցած շաբաթվա վերջին Եկատերինբուրգում իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ, որոնց հետևանքով Ադրբեջանի 2 քաղաքացի է մահացել, մի քանիսը ձերբակալվել, ավելի վաղ կատարված հանցագործություններին մասնակցելու կասկածանքով։ Բաքուն պնդում է, որ ադրբեջանցիները մահացել են ծառայողական մեքենայում ստացած վնասվածքների հետևանքով։ Դեպքից հետո Բաքուն դեմարշի գնաց եւ չեղարկեց բոլոր ռուսական միջոցառումները։ Դեմարշի քայլերից մեկն էլ թերևս այսօրվա վերջին իրադարձություններն են։ Բաքվում այսօր Ռուսաստանի քաղաքացիներ են ձերբակալվել։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալվածները 2 հանցավոր խմբերի անդամներ են, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման համար, դրանց օնլայն շրջանառության եւ կիբեր հանցագործությունների համար։ Եվ որվա ավարտին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի դեսպանը կրկին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն։ Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոքի նոտա է հղվել Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների երկկողմ հարաբերությունները խաթարելու միտումնավոր քայլերի կապակցությամբ, տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին եւ հստակ աջակցություն հայտնել այն իրավիճակում, երբ Ռուսաստանը իբր Զելենսկու խոսքով ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին եւ սպառնում Ադրբեջանի Հանրապետությանը։ Հաջորդ թեմայի մասին խորհրդարանը պատգամավորներին արձակուրդից հրատապ հետ է կանչել արտահերթ նիստ գումարել 24-ժամյա ռեժիմով քննարկելու հեծի պետականացման հարցը։ Նախագիծը իշխող խմբակցությունն է խորհրդարան բերել։ Պետականացման համար օրենսդրական հիմք պատրաստող փաթեթի քննարկումը անցել է թեժ մթնոլորտում։ Ընդդիմությունը պնդում է, որ ՔՊ-ն ոչ թե պարզապես պետականացնում է էլեկտրական ցանցերը, այլ թիրախավորել է հեծի ներկայիս սեփականատեր ազգային բարերար Սամվել Կարապետյանին, եկեղեցուն պաշտպանելու համար։ Քննարկումը մոտ 1 ժամ առաջ ավարտվել է, քվեարկությունը առջևում է։ Էլեկտրական ցանցերը պետականացնելու նախագիծը խորհրդարանում հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ու էներգետիկայի մասին օրենքներում փոփոխություններով են նախատեսում իրագործել։ Իշխող խմբակցությունն է բերել օրակարգ, ոչ թե post factum, այսինքն խախտումներն արձանագրելուց հետո, այլ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու գործիք են ուզում տալ հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահին, որ կարողանա վարույթ հարուցել։ Հանրային հատուկ կարևորության ոլորտում ավելի արդյունավետ է կանխարգելել համակարգի կոլապսը, քան հետագայում վերացնել դրա հետևանքները։ Էներգետիկա անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չխոչընդոտվի եւ սպառողները պաշտպանված լինեն, նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպություններից որևիցե մեկում լուրջ խախտումներ են արձանագրվում։ Իշխանության ներկայացուցչին ընդդիմության հարցերը շատ են, բայց ընդհանրություններ ունեն, առանցքայինը ժամանակի մասին է, երբ քաղաքացիական պայմանագիրը հասկացավ, որ մեր երկրին այսպիսի օրենք է պետք, բաժանորդների իրավունքները պաշտպանելու հարց կա, ինչու հիմա։ Մենք երբ հասկացաք, որ պետություն կա պետության ներսում, այն պահին, երբ որ Սամվել Կարապետյանը էջմիածնում հայտարարեց, որ ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու է իր ձևերով, այդ ժամանակ հասկացաք։ Այո, ժամանակավրեպ նախագիծ է, ուշացրել ենք իշխանական Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորին այսպես է արձագանքում, բայց չի համաձայնում իր ներկայացրած նախագիծը Սամվել Կարապետյանի հայտարարության հետ կապելուն։ Այսքան այս կոլապսի մասին, որ խոսում եք, sense բերել եք, ֆիքսվել եք մենակ հեծի վրա նեղ քաղաքական վստահաբար դրդապատճառներով։ Այդ բեցը տենց նորմալ, որ դուք եք կառավարում որպես պետություն, այսպես նորմալ, հա։ Չէ, բայց դրա պատասխանատվությունը կրում է պետությունը։ Ընդդիմությանն այնուամենայնիվ չի համոզում Վարդանյանը, ընդդիմադիր պատգամավորները դեպքերի հաջորդականությունն են իրար կողքի շարում, վերլուծում, եզրահանգում։ Թեև օրվա թնջուկի կենտրոնում հեծի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն ակնհայտորեն այս ամենն ուղիղ կապ ունի իշխանության Մայա Թորի դեմ հրահրած անարժանապատիվ պատերազմին եւ նրա սատարման դիրքերից հանդես եկողներին։ Այս հանձնարարականը եղել է մայիս ամսին, մայիսի 21-ին ենթադրաբար։
Հիշեցնում եմ Սամվել Կարապետյանը իր հանրահայտ հայտարարություն արել է հունիսին։ Վարչապետը պարոն Խոթարյանին ասում է. «Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ հեծի նկատմամբ։ Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի, ասեք ինչպես»։ Ժամանակի մեքենայով եթե իշխանականները 1 ամիս, ապա ընդդիմադիրները ել ավելի հեռու գնալ են պատրաստ։ Դարձյալ փաստերով Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյանն է ամբիոնին մոտենում ու տարեթվերով անցնում։ Էլեկտրական ցանցերն անթույլատրելի բացթողումներ ուներ, որտեղ էր հանրային ծառայությունները կարգավորող կազմը։ Հանձնաժողովը 2023 թվականին, 2024 թվականին զեկույցներ է հրապարակել, որտեղ չի ամրագրվել գետ մեկ դիտարկում, որը կարող է հանգեցնել լիցենզիայի կասեցմանը, չկա նման բան։ Ավելին եղել են աուդիտորական քննություններ, հարկային ստուգումներ, ելի չի բացահայտվել գոնե մի դրվագ, համապատասխան որի պետք է լիցենզիայի գործունեությունը կասեցվի։ Խորհրդարանական բուռն քննարկումներում Կարմիր թելի նման անցան նաև օրինակները միջազգային փորձից։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորները մի քանի անգամ հիշատակեցին Իսպանիայի օրինակը, որ մինչև այսօր քննարկում են, ինչպես ամբողջ երկիրը հոսանքազրկվեց։ Ընդդիմադիրներն էլ պնդեցին աշխարհում եւ ոչ մի երկիր, որտեղ այսպիսի կառույցները պետականացրել են, հաստատ չի շահել։ Իսկ ծառայության գները հիմնականում թանկացել են, որակը ընկել։ Խորհրդարանը առաջին ընթերցման քննարկումն ավարտեց, քվեարկությունն առջևում է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել Հայաստանի պետական մարմիններին։ Ըստ Տաշիր ընկերությունների խմբի մամուլի ծառայության ծանուցումը հիմնված է Հայաստանի և Կիպրոսի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1995 թվականին ստորագրված համաձայնագրի վրա։ Այն ներդրողներին իրավունք է տալիս դիմել միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները պետությունը խախտում է։ Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և Հայաստանում նրա բիզնեսի դեմ վարչապետի սկսած արշավի պատճառով։ Ծանուցումը կրում է նախազգուշական բնույթ, հայ պաշտոնյաների գործողությունները որակվում են որպես ինքնակամ, խտրական, քաղաքական դրդապատճառներ ունեցող և ուղղված Կարապետյանի ընտանիքին սեփականությունից զրկելուն։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Մինչև 15,000 դրամ տուգանք առանց տոմս երթևեկելու համար բողոքի ակցիա խորհրդարանի դիմաց տուգանք սահմանելու օրինագծի դեմ։ Ուժեղ քամու ավերածությունները Արմավիրում ավտոմեքենաներ են վնասվել, էլեկտրալարեր պոկվել, ծառեր տապալվել։ Ներքին Գետաշենի մոտ 1000 աշակերտները սեպտեմբերին կգնան հիմնանորոգված դպրոց, թե ոչ, շինարարության ավարտը դեռ չի երևում։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Այժմ միջազգային լրահոս CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերսկսման հավանականությանը։ Նախքան դրա մասին որոշում կայացնելը մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները ռազմական հարված հասցնելու նպատակով։ Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի, ասել է նա։ Չնայած Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին հասցված վնասին, Իրանը ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։ Ռաֆայել Գրոսին նշել է, որ Իրանը ունի բարձր մակարդակի տեխնոլոգիական զարգացվածություն միջուկային ոլորտում։ Թրամփն էլ հայտարարել է, որ կքննարկի նոր հարվածների հնարավորությունը, եթե Իրանը ավելի բարձր մակարդակի հարստացում վերսկսի։ Իսրայելի բանակի Գազայի հատվածին հասրած հարվածների հետևանքով առնվազն 95 պաղեստինցի է զոհվել, կան նաև բազմաթիվ վիրավորներ։ Իսրայելական բանակը հարվածներ է հասրել Գազայում սրճարանի, հիվանդանոցի, դպրոցի և սննդի բաշխման կետերի վրա։ 39 մարդ է մահացել ծովափնյա սրճարանին հասցված հարվածի հետևանքով։ Իսրայելական զորքերը հարվածել են նաև Գազա քաղաքում գտնվող դպրոցին, որտեղ պատասպարված էին տեղահանված հարյուրավոր պաղեստինցիներ։ Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին բանակցությունների համար, հայտնում է Associated Press-ը հղումանելով ամերիկյան վարչակազմի անանուն պաշտոնյաների։ Իսրայելի վարչապետը հաստատել է եկող շաբաթ մեկնելու է Վաշինգտոն այցի օրակարգը, սակայն չի մանրամասնել։ Հիշեցնեմ, որ Թրամփը անցած շաբաթ հայտարարեց, որ հավատում է Գազայում Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասի միջև հրադադար կարող է կնքվել մեկ շաբաթվա ընթացքում։
Կրկին լարված են Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի հարաբերությունները գործարարը հայտարարել է, թե կուսակցություն կստեղծի, եթե կոնգրեսը ընդունի դաշնային ծախսերի կրճատման մասին օրինագիծը։ Մասկը այն անվանում է խելագար նախագիծ։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագիրը, որով չեղարկվում են Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների և կողմնակիցների դեմ պատժամիջոցները, սակայն մնում են ուժի մեջ։ Մեքսիկայի Սյուատ Խուարես քաղաքում ոստիկանությունը 381 մարդու մարմին է հայտնաբերել, դրանք կուտակված են եղել մասնավոր դիակի զրանի ներսում առանց դիակիզման։ Դատախազության տեղեկացմամբ դիակները եղել են բալզամացված, ըստ նախնական տեղեկությունների զոհվածների հարազատներին տրամադրվել են ոչ թե մոխիր, այլ ուրիշ նյութ, ինչը վկայում է խաբեության մասին։ Իշխանությունները դեռևս չեն հայտնել հայտնաբերված դիակները կապ ունեն արդյոք կազմակերպված հանցավորության հետ, թե ոչ։ Մեքսիկան վերջին տարիներին պայքարում է դատաբժշկական համակարգի ծանր ճգնաժամի դեմ, պայմանավորված դիակների մեծ քանակով, կադրերի և ֆինանսների պակասով։ Վերադառնանք Հայաստան, Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամները ակցիա են իրականացրել ազգային ժողովի առջև։ Ակցիայի մասնակիցները դեմ են տրանսպորտի ուղևորցի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծին։ Ավագանու ընդդիմադիր անդամները խորհրդարան մտնող իշխանական падգամավորներին հայտնել են, որ քաղաքացիները մինչև փետրվարի 1-ը բարեխղճորեն վճարել են ուղևորցը, թանկացումից հետո օգտվել են իրենց սահմանադրական իրավունքից և բոյկոտել, որպեսզի տոմսի համար բարձր գին 150 դրամ չվճարեն։ Հիշեցնեմ, խորհրդարանը առաջարկում է տրանսպորտի ուղևորցը չվճարելու դեպքում վարչական տուժ սահմանել 3-ից մինչև 15,000 դրամի չափով։ Մինչև փետրվարի 1-ը ես էլ դուք էլ գիտենք, որ մարդիկ բարեխիղճորեն վճարել են, սակայն այս բան, երբ որ իրենք գիտեն, որ իրավական հիմքեր հետևյալ բարեփոխման, այսպես կոչված թերի։ Ընդդիմը ճիշտ է, որ բարեխղճորեն վճարեն մինչև փետրվարի 1-ը։ Դա գործակարգավարականի ժամանակ նիստերի ժամանակ ասում են։ Ես քվեարկելու եմ, ոնց որ խմբակցությունը որոշում է կայացնել։ Ներքին Գետաշենցի 1000 աշակերտ արդյոք նոր ուսումնական տարին կդիմավորի նոր դպրոցում։ Հարցի պատասխանը շինարարները միանշանակ չեն տալիս։ Դեռ անցած դեկտեմբերին պիտի հիմնանորոգումը ավարտած լինեին, բայց շինաշխատանքները ձգձգվեցին։ Մարզային դպրոցներում սա կրկնվող պատկեր է։ Կրթության փորձագետները բարձրաձայնում են երեխաներին կրթության հիմնարար իրավունքի խախտման մասին։ Մինչ նրանց համար կրթական նորմալ պայմաններ են ստեղծվում, տարիներ են անցնում, ուսումնական պրոցեսը ընթանում է ոչ լիարժեք։ Քանդում են հինը ու նորը չեն կառուցում։ Գեղարքունիքի մարզում 5-ից 6 դպրոց քանդել են նորը կառուցելու նպատակով ու այդպես էլ աշխատանքները ավարտին չեն հասցրել։ Արդյունքում այդ համայնքներում կրթական գործընթացը կազմակերպվում է ոչ պատշաճ։ Գեղարքունիքից են փոխանցում ժամին։ Ահազանգած քաղաքացին, որ ներկայանալ չցանկացավ, ասաց, որ դպրոցների կառուցումը շեղվել է ժամկետներից։ Օրինակ, ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները արդեն տևական ժամանակ է դադարեցված են։ Մինչև նոր շենքը կկառուցվի, աշակերտները ստիպված են դասի գնալ տարբեր վայրերում անհարմար գրաֆիկով։ Ամենամեծ համայնքն է բնակչության թվականակով 12000 բնակիչ մոտավորապես ունի համայնքը, իսկ այդ դպրոցում 1000-ից ավել աշակերտ է սովորում։ Դպրոցի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են դեռ 2021-ի դեկտեմբերին, պայմանավորված շենքի վթարային վիճակով։ Նախատեսվում էր, որ կրթօջախի վերակառուցման աշխատանքներն ավարտվելու են 2024-ի դեկտեմբերին, սակայն դրանք կրկին երկարաձգվել են։ Դպրոցի տնօրենը հաստատում է, թեև իսկապես վերջերս 2-3 ամսով շինաշխատանքները կանգ են առել, սակայն այս պահին դրանք կրկին վերսկսվել են։ 2 թե 3 ամսվա կտրվածքով շինաշխատանքները դադարեցվել էին։ Ինչ որ խնդիր կար, կոնկրետ չգիտեմ ինչով էր պայմանավորված։ Աշխատանքները իրականացվում են, կարող է գար տեղում համոզվել։ Քաղաքաշինության կոմիտեից էլ հակառակն են պնդում, աշխատանքները դադարեցվել են ընդամենը 1 ամսով, այն էլ կապալառու կազմակերպության կողմից։ Խնդիրը ֆինանսական է եղել, իսկ այժմ դրանք ընթացքի մեջ են։ Շինական աշխատանքների դադարի վերաբերյալ իր անհանգստությունը քաղաքաշինության կոմիտեն բազմիցս հայտնել է եւ կապալառու եւ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններին, այդ շինական աշխատանքների ընթացքի եւ սահմանված ժամկետով աշխատանքները իրականացնելու ամբողջ պատասխանատվությունը կրում է կապալառու կազմակերպությունը։ Մինչև դպրոցը կվերակառուցվի, այս ընթացքում աշակերտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է տարբեր տարածքներում ու հաստատություններում։ Մենք բարերար ունենք, ով իր սեփական տունը հատկացրել է 12 դասարան, 2
աշակերտով 8-ից մինչև իրիկվա 5-6-ը դասապրոցեսը տարական դպրոցը առաջինի 4 դասանը անցկացնում է այդ մասնաշենքում սեփական մասնաշենքա երկհարկանի մեծ տունը իսկ մնացած երեխեքը հիմնական դպրոցի եւ ավագ դպրոցի երեխեքը շուրջ 600 քանի երեխա 5-ից 12-րդ դասարանի աշակերտները տեղակայված են նույն գյուղի երկրորդ միջնակարգ դպրոցում երկրորդ հերթում ժամը 1-ից մինչև 7-ից 15 պակաս Ոլորտի փորձագետն էլ նկատում է խախտվում է երեխաների կրթության հիմնարար իրավունքը, քանի որ որոշ առարկաների դեպքում անհնար է դասապրոցեսն իրականացնել լիարժեք Եվ որ աշակերտները այդ առաստերում իրականացնում դասապրոցես, սկսած ուտատեխնիկական բազայից իրենք խնդիրների առաջ են կանգնում, անհամաձայն առարկան է, որոնք փորձարարական բաղադրիչ ունեն, այդ փորձերը բնականաբար չեն կարողանա իրականացնել։ Շինարարության ավարտի հստակ ժամկետներն այս պահին հայտնի չեն, միաժամանակ հազարավոր երեխաներ ստիպված են կրթություն ստանալ համապատասխան պայմաններ չունեցող միջավայրում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Ուժգին քամու պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքի Հերացի փողոցի 10 շենքի տանիքի մի մեծ հատված քամին պոկել է։ Փոթորկից վնասվել է շենքի տակ կայանված 7 տրանսպորտային միջոց, պոկվել են էլեկտրալարեր, տապալվել են ծառեր։ Սաստիկ քամու պատճառով Բաղրամյան փողոցում ևս շենքի տանիք է պոկվել։ Փրկարար ծառայությունում գրանցվել եւ սպասարկվել է փոթորկի ժամանակ արձանագրված 14 դեպք, որից 9 Երևանում։ Հայ-վրացական սահմանը հատել միայն ուղևորների ամբողջական եւ անփոփոխելի անվանացանկը ձեռքին։ Այսօրվանից ուժի մեջ մտած հսկիչ փաստաթղթի այս պահանջը մի շարք անհարմարություններ է առաջացրել ուղևորափոխադրող վարորդների համար։ Եթե նախապես տպված ցուցակը չունենան, մեծ տուգանքների կենթարկվեն։ Վարորդները խառնաշփոթի մեջ են, չգիտեն անկանխատեսելի իրավիճակների դեպքում ինչպես վարվել։ Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն այսօրվանից պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի ուղևորների ցուցակի առկայությամբ, սակայն նոր կարգավորումը ոչ բոլորի համար է հասկանալի ու կիրառելի։ Շատ վարորդներ խոսում են տեխնիկական ու կազմակերպչական խնդիրների մասին։ Ոչ կայքն կարող աշխատի։ Ոչ էլ զգուշացնում են ոնց են անում, ինչ են անում։ Այս փաստաթղթի առկայությունը պարտադիր է 6 եւ ավելի նստատեղեր ունեցող տրանսպորտային միջոցների համար, ներառյալ վարորդի տեղը, քանի որ արդեն պատրաստի տպագրված փաստաթղթում փոփոխություններ չի կարելի կատարել, մասնագետները վարորդներին հորդորում են այն կազմել վերջին պահին, երբ արդեն հստակ է թե ովքեր են լինելու ուղևորները եւ ինչ մեքենայով է իրականացվելու ուղևորափոխադրումը։ Ինքը պետք է լրացվի անպայման համակարգչով եւ տպագրվի print տված տեսքով, թղթային տեսքով պետք է լինի վարորդի մոտ ամբողջ ուղևորության ընթացքում։ Ուղևորների անունների փոփոխություն ընթացքում չի կարելի, այսինքն ջնջել, ձեռքով ավելացնել, գրիչով ավելացնել, դա չի կարելի։ Վարորդներն ասում են, փաստաթղթի հետ կապված տեխնիկական ամբողջ աշխատանքը երբեմն կատարվում է ուղևորափոխադրումներն իրականացնող կազմակերպությունը, իսկ իրենք գործնականում չգիտեն, թե ինչ է պետք անել, եթե օրինակ մեքենան ճանապարհին փչացել է կամ ուղևոր է ավելացել։ Ասում են, որ որոշ հատվածներում անհնարին է կազմակերպել նույնիսկ արդեն կազմված փաստաթղթի պատճենումը։ Ասենք թե Վրաստանից գալիս են Սադակլուից մինչև Մարնելուց ադրբեջանցիներին ես ընդդեմ ասեմ կանոնի այս ուղևորների քանակը տպի դուր։ Վարորդները նաև հարցնում են, թե ինչպես լրացնեն ցուցակը, եթե ճանապարհի կեսից մեքենայի անսարքության պատճառով ստիպված են լինում փոխել այն։ Ասում են, ուղևորների լրիվ ցուցակը նախապես կազմել միշտ չէ, որ հնարավոր է, քանի որ կան մարդիկ, որոնք միանում են տարբեր քաղաքներից, իսկ պատասխանատուներն էլ պարզաբանում են, ձևաչափն արդեն պատրաստ է եւ վարորդից պահանջում է ընդամենը այն ներբեռնել ու լրացնել։ Եթե պետք է գնա ճանապարհի կեսին կանգնի, այս մասին պետք է նախապես մտածել, մեքենան պետք է լինի սարքին վիճակում միանշանակ, իսկ եթե ինչ-որ չեպ է եղել հասել է սահմանը անցել է, այնտեղ է մեքենան վնասվել, ինքը պարտավորություն ունի, որ նոր մեքենա պետք է կանչեն, այդ ուղևորներին տեղափոխեն։ Ինքը պարտավոր է ապահովի ուղևորների երթը։ Այս դեպքում նույն ցուցակի մեջ ուղղակի մեքենայի համարը փոխեն, նոր մեքենայի համար գրեն։ Փաստորեն ամբողջ խնդիրն այն է, որ վարորդները չեն կարող գրիչով լրացնել ուղևորների ցուցակը։ Բացի այդ, պատասխանատուներն ասում են, որ էլեկտրոնային տարբերակի առկայությունը բնավ պարտադիր չէ։ Եվս մեկ անգամ հիշեցնում են, որ փաստաթուղթը հարկավոր է ոչ միայն սահմանն անարգել անցնելու համար, այլև երթուղու ողջ ընթացքում մեծ տուգանքներից խուսափելու համար։ Վրաստանի տեսչական մարմին ստուգումները իրականացնելու նաև Վրաստանի տարածքում ճանապարհներին, այսինքն ու բավականին մեծ տուգանքների մասին խոսքը լինելու։ Եթե չունեցան այդ փաստաթուղթը, որևէ բան չի արդարացնելու իրեն։ Այնպես չէ, որ բոլորին կանգնացնելու են ստուգեն, բայց պատահականությունը միշտ կա։
Թեև նոր կանոնակարգն արդեն գործում է ու սահմանային անցակետում արդեն որպես օրինակ տեղադրել են համապատասխան ձևաթուղթը, միևնույնն է վարորդները խառնաշփոթի մեջ են եւ դեռ չեն հասկանում, թե իրականում ինչ է պետք անել ու ինչպես։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք քիչ անց։ Պանգասիուս վտանգավոր ձկնատեսակ Երևանյան սուպերմարկետներում էժան եւ բարձր ռիսկեր պարունակող թանկ առողջության համար ձկնաշուկայի վերահսկողությունը։ Սքոմատյան Իրանի դեսպանատանը 12-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 950 իրանցի, վիրավորվել 5000-ը։ Մեդիա աշխարհ, որտեղ կան ձրևի, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Վտանգավոր Պանգասիուսը սպառողների սեղանին ձկնատեսակը, որի վաճառքը Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում արգելված է, տոննաներով ներկրվում է Հայաստան եւ ցածր գնով ազատ վաճառվում Երևանյան սուպերմարկետներում։ Սպառողները վտանգից անտեղյակ գնում են սառեցված էժան ձուկը, անդառնալի վնաս հասցնում սեփական առողջությանը։ Սննդի տեսուչները գնացել են ահազանգի հետքերով նմուշարում արել խանութում, երբ խմբականակը արդեն ներմուծված է։ Ով պետք է վերահսկի, որ վիետնամյան կեղտաջրերում աճեցված ծանր մետաղներ պարունակող ձկնամթերքը չհատի սահմանը եւ չհայտնվի սպառողների սեղաններին։ Հարցն օդում առկախ է։ Ցածր գին, բարձր ռիսկեր հայկական շուկայում կրկին ակտիվացել են Պանգասիուս ձկնատեսակի վաճառքը։ Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր այս ձկնատեսակը բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում եւ ներկրումն ու օգտագործումը արգելված է Եվրոպայի եւ Ամերիկայի շատ երկրներում։ Բայց ակտիվորեն շարունակում է մնալ հայկական շուկայում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով։ Գետի մեջ լցվում են արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր, աղբ եւ այլն։ Բացի գետի աղտոտվածությունը, այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Վերջո պետքա հորդոր ունենաս դու հասարակությանը։ Հանգիստ կերեք, խնդիր չկա։ Մի կերեք, խնդիր կա։ Այո, պետություն ես ամեն ինչը չի հասկանում։ Ու թողում է հարցը 2 ամիս հետո մնային նույն կարգավիճակում, ինչ կարգավիճակում էր 2 ամիս առաջ, այ խնդիրն էստեղ է։ 700-800 դրամով վաճառվող այս ձկանգինն էլ ըստ Պիպոյանի կարող է որակի ցուցանիշ լինել։ Սպառողը քիչ բան գիտի այս ձկան մասին, տեսնում է էժան է, մտածում է ակցիա է ու այն գնում է որպես էժան ձուկ, հատկապես եթե սպառողը թանկ ձուկ գնելու հնարավորություն չի ունենում։ Մի կողմից ձուկ սիրող, բայց սոցիալապես անապահով խավը ստիպված ընտրում է էժան ձուկը, որը նաև բարձր կալորիականություն ունի։ Մյուս կողմից հասկանում ենք, որ եթե ապրանքը վտանգ ունի, անգամ այդ ոչ մի ապրանքը պետք է օգտագործի, որտեղ դա իրացման ենթակա չի։ Պիպոյանի խոսքով միշտ չէ, որ ձուկը վատն է ու վտանգավոր, այսինքն չի բացառվում, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզ կարող է դառնալ, որ 5 նմուշից մեկը փորձարկմամբ լրիվ նորմալ էր, բայց շատ կարևոր է երաշխավորված իմանալ, արդյոք ենթարկվել է մանրամասն հետազոտության, ոչ թե մի ցուցանիշով կամ 2, այլ անվտանգության ամբողջ սպեկտրով, մանրէաբանությունից սկսած մինչև մնացորդներ եւ այլն։ Եթե այսպիսի ստուգում անցնի այս ապրանքը, ապա ընդհանրապես չի ներմուծվի, ասում է Պիպոյանը։ Նրա խոսքով մոտ 10 տարի առաջ ներմուծման էլի նման դեպք եղել է, սակայն կանխել են։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն էլ ասում է, ահազանգին ընթացք տվել են։ Վերահսկողություն կիրականացվի իրացման ցանցում եւ ամենայն հավանականությամբ հետագծելիությամբ նաեւ ներկրողի մոտ։ Կոնկրետ խանութում, որտեղ տեսել են այդ ձկնատեսակը, իրականացվել է ստուգում, որի շրջանակներում նմուշառում է կատարվել սառեցված ձուկ Պանգասիուս գլխատված առկա խմբականակից եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության, մանրէաբանություն, ծանր մետաղներ, հակաբիոտիկներ ցուցանիշներով եւ սահմանված նորմերի որևէ խախտում չի հայտնաբերվել։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՍԱՏՄ-ն արգելելու որևէ իրավական հիմք չունի, բայց իրավական հիմք ունենալու համար էլ է անհրաժեշտ աշխատանք կատարել։ Այ եթե այդ աշխատանքը կատարեր, բարձր արդյոք իրացման ենթակա է թե չէ, ըստ դրա կհանդիսանար այդ ապրանքը բարձր ռիսկային, խստացված հսկողություն եւ միայն խիստ հսկողությունից հետո կներմուծվեր ՀՀ տարածք։ Փորձագետի խոսքով շատ կարևոր է նաև ցուցանիշի նկատմամբ էլ շեղումը հայտնաբերել։ Օրինակ, եթե հայտնաբերվում է մանրէաբանական շեղում, այսինքն աղտոտվածություն եւ այլն, այդ դեպքում կարող է առաջանալ սրտխառնոց, աղիքային ինֆեկցիաներ, ընդհուպ ջերմություն, սալմոնեա։ Չի բացառվում, որ ձուկը ծանր մետաղներով աղտոտված լինի եւ ունենա քաղցկեղածին էֆեկտ։
Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ավելի քան 2 միլիոն հաճախորդ, 1200 աշխատակից։ Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Viva-ն տոնական մեծ միջոցառմամբ նշել է գործունեության 20-ամյակը, շնորհակալագրեր հանձնել արժանավորներին, ամփոփել ձեռքբերումները, նախանշել անելիքները։ Առջևում նոր հորիզոններ են, պատրաստվում են $150 միլիոն ներդնել 5G ցանցի զարգացման համար։ Viva-ի առաջին զանգը կատարվել այս հեռախոսով 2005-ի հուլիսի 1-ին։ Տոնական ու տրամադրող գույների մեջ Viva-ն նշում է հիմնադրման 20-րդ տարեդարձը։ Այս ամենը միշտ եղել է քո շուրջը։ Կարևորը միշտ եղել է քո շուրջը։ Viva 20 տարի քո շուրջը։ Viva-ի բաժնետեր Կոնստանտին Սոկոլովը ներկայացրեց ընկերության վերափոխումը բջջային կապի առաջատարից մինչև տեխնոլոգիական եւ թվային առաջատար, սրընթաց զարգացող համաշխարհային հեռահաղորդակցային շուկայի պայմաններում։ Սոկոլովը ներկայացրեց ընկերության զարգացման հիմնական ուղղություններն ու բիզնես տեսլականը։ Այսօր Viva-ն նշում է իր 20-ամյակը, առաջին զանգին հաջորդող 2 տասնամյական զանգ, որը կատարվել է այն պայմաններում, երբ Հայաստանում ինտերնետի թափանցելիությունը կազմում էր ընդամենը 6%։ Այս ընթացքում ընկերության ցանցին միացել է 2.3 միլիոն հաճախորդ, որոնցից 80%-ը օգտագործում է բջջային ինտերնետ։ Viva-ն դարձել է երկրի թվային վերափոխման հիմնական շարժիչ ուժը։ Viva-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանն անդրադարձավ ժամանակակից հասարակության կյանքում հեռահաղորդակցության ռազմավարական նշանակությանը։ Viva-ն մի ընկերություն է, որ կրում է հանրային պատասխանատվություն, կրում է պատասխանատվություն ողջ հանրության առջև։ Ուզում եմ իսկապես մեծ շնորհակալություն հայտնել Viva-ի թիմին, որ 20 տարի առաջ այս մեծ փոփոխությունը կարողացավ իրականություն դարձնել։ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրեց կառավարման ճկուն համակարգերի դերը կայուն առաջընթացի հարցում։ Տարիների ընթացքում Viva-ի կայուն զարգացումն աճի հնարավորություններ է ստեղծել հասարակական ու մասնավոր ոլորտի շատ կազմակերպությունների համար։ Viva-ն նոր կորպորատիվ կառավարման եւ բիզնես նախագծերի արդյունավետ համակարգերի ներդրման մոդել է։ Յուրաքանչյուր հաջողության ետևում կանգնած են մարդիկ։ Viva ընտանիքի հին ու նոր անդամներ, նվիրված, պատվախնդիր, փորձաշատ ու նորարար։ Հայաստանը քայլում է համաշխարհային զարգացումներին համընթաց, շնորհիվ երկրում նորարարությունների շարունակական ներդրման, եւ այդ գործընթացում Viva-ն մեծ դեր ունի։ Միջոցառման ընթացքում մեծարվել եւ պարգևատրվել են նաեւ այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի, զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։ Viva-ի 20-ամյակի նվիրված միջոցառմանը գլխավոր տնօրենն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը կտրեցին հոբելյանական տորթը։ Նայիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Ողբերգական վրաերթվայքում Երևան Մեղրի մայրուղու վրա Մերսեդեսը վրաերթի է ենթարկել 8 տարեկան տղայի, երեխան հիվանդանոցում ուշքի չգալով մահացել է։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Իրանի դեսպանատանը Սքոմատյան է բացվել Իսրայելի հարվածների զոհերի հիշատակին, դեսպան Սոփանին ներկայացրել է նաև նրանց անուններով ստենդ։ Իրանական կողմը հայտնում է, որ մարտերում զոհվել է շուրջ 950 իրանցի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության անունից Իրանի ժողովրդին ցավակցել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Դեսպանությունն այցելել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը, Բելարուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայել է գազի սակագինը, սպառողների համար գինը կմնա անփոփոխ։ Հանձնաժողովի որոշմամբ Գազպրոմ Արմենիայի կողմից գազամատակարարման համակարգի ծառայության մատուցման արժեքը բնական գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար դառնում է 23533 դրամ, գործող 24042-ի փոխարեն, գազի բաշխմանը 14989 դրամ, գործող 19664-ի փոխարեն։ Սակագների հաշվարկի վերանայված տարբերակին Գազպրոմ Արմենիան համաձայն է, չնայած որ դրա արդյունքում ընկերությունը եկամտի որոշակի կորուստ է ունենալու։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հանձնաժողովի պաշտոնյան է ասել. Խորհրդարանը քննարկել է Երևանի հասարակական տրանսպորտում չվճարելու համար տուգանքներ սահմանելու օրինագիծը։ Առանց վճարի հանրային տրանսպորտի ծառայություններից օգտվելու համար սահմանվում է 10000 դրամ տուգանք, 15000 վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի նշված ծառայություններից օգտվելու եւ 3000 դրամ վճարման կրիչ ունենալու եւ տրանսպորտային միջոցում այն չվավերացնելու համար։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը դադարեցնում է ճամփորդելու համար Շենգենյան վիզայի հարցազրույցը
զրույցները։ Այդ նպատակով դիմումները կընդունեն նոր ծառայության միջոցով։ Կազմակերպությունը պատասխանատու կլինի դիմումների եւ կից փաստաթղթերի ընդունման համար, որը կփոխանցի դեսպանություն։ Իսկ վիզա տրամադրելու որոշումը, ինչպես նախկինում, կկայացնի բացառապես դեսպանատունը։ Շենգենյան վիզայի սպասելացանկում արդեն հերթագրվածներին դիվանագիտական ներկայացուցչությունը հորդորում է որևէ բան չձեռնարկել, կապ իրենք կհաստատեն։ Նաև հիշեցնում, փոփոխությունները չեն վերաբերում երկարատև կացության, օրինակ Գերմանիայում ուսանելու կամ ընտանիքի վերամիավորման համար տրվող ազգային վիզաներին։ Դրանց դիմումները շարունակելու է ընդունել դեսպանությունը։ Dalma Garden Mall առևտրի կենտրոնի արտաքին պատերից հեռացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկարով պաստառները։ Քաղաքապետարանի աշխատակիցները առևտրի կենտրոն ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ են գնացել, ապա մոնտաժման հիմք ներկայացրել ավագանու դեռ 2009 թվականին ընդունած որոշումներից մեկը։ Մոլի ներկայացուցիչները գործողությունները որակել են ապօրինի, պնդել այդ պաստառները գովաստ չեն։ Հիշեցնենք, երեկ էլ նույն գործողություններն իրականացրին Տաշիր առևտրի կենտրոնում, օրեր առաջ էլ Հյուսիսային պողոտայում եւ Ռիո Մոլ առևտրի կենտրոնում։ Խորհրդարանի նախագահը գլխավոր դատախազից դեռ միջնորդագիր չի ստացել Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, սակայն գիտի, որ շուտով նման գրություն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրեն ներկայացնելու է։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։ Արդյոք падգամավորին կկալանավորեն։ Սիմոնյանը դժվարացել է պատասխանել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ օդերևութաբանների կանխատեսումներին տեղյակ է Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ, նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը կնվազի 4-ից 7 վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 24 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 28-ից 32, Լոռիում 18-ից 22, Տավուշում 22-ից 26 աստիճան։ Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 31 աստիճան։ Սյունիքի նախալեռներում կանխատեսվել է 22-ից 26։ Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով, երեկոյան սպասվում են տեղումներ։ Այս գիշեր 16-ից 18, ցերեկը 28-ից 31, երեկոյան 22-ից 24 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի երեկո։